Պատմություն այն մասին, թե ոնց իմ դասարանցին Secret Santa-ից նվերը չբերեց։ Երբ 7-ից 8-րդ դասարան էինք, մեր հասակակիցների շրջանում Secret Santa նոր էր թրենդ դառնում, ու մենք դասարանի երեխեքով որոշել ենք, որ պիտի խաղանք։ Անունները քաշում ենք, ամեն ինչ նորմալ է, ու ինչ որ սովորական օր գնում եմ դասի եւ տեսնում եմ, որ բոլոր երեխեքը ինչ որ նվերներով են։ Ու ոչ թե նվերներով, այլ ինչ որ քաղցր բան կա ամեն մեկի մոտ։ Իդեպ նշեմ նաեւ, որ բաժակ նվիրելը կամ բլոկնոտը ժամանակ թրենդ չէր, դա համար իրար ուղակի քաղցր բաներ էինք տալիս։ Այնպես էր ստացվել, որ այն աղջիկում ես պիտի նվիրեի, տեղյակ էր, որ ես եմ իրան նվիրելու։ Մի քանի օքով կանգնած նայում էին ինձ, որ ես դատարկ ձեռքերով մոտեցել եմ իրանց։ Ու քանի որ սենց ամբողջ էր գոյացել, բոլորը մտածված բարձր ձենով ասում են. «Ոայ, մեր ինչի բերել նվերը» ու բոլոր ուշադրությունը գրավում ենք։ Ու քանի որ ես այդ շրջան մաքսիմալ հարիվ էի, ես չեմ ասում, բայց դուք ինձ չեք ասել էլի, որ այսօր ենք մենք նվերները տալու, թե չէ կբերեի։ Ես այդ աղջկան ասում եմ, օքեյ, չնեղվես, ես վաղը քո նվերը կբերեմ։ Առավոտյան ես գնում եմ, ինչ որ քաղցիկ եմ իր համար առնում, տանում եմ, տալիս եմ իրան։ Հետո երբ գալիս եմ տուն, ինձ հարցնում են, բա քեզ նվեր չեն տալիս, որտեվ քո անունն են չէ քաշել։ Ես ասում եմ, որ ես տեղյակ չեմ, ինձ ոչ մեկ բան չի տվել։ Անցնում է մի քանի օր, ու իմ դասային տղաներից մեկը մոտենում է, ինձ ասում է, գիտես չէ, Մերի, X տղան է քո անունը քաշել, բայց հենց քաշելը ասելա, որ ես իրան նվեր չեմ տա։ Պատկերացնում եք դա ինչա 10-ից 11 տարեկան երեխու համար, երբ ես սկսեցի մտածել, որ խնդիրն իմ մեջ է, որ իմ մեջ ինչ-որ բան այն չի, դրա համար ինձ նվեր չեն ուզում տան։ Էլ չէի պատկերացնում, որ այդ մարդն է, որ մաքսիմալ անտակտ է։ Այդ իներ չի, ես պատմությունը պատմում եմ խղճարության համար, չէ, ուղղակի ծիծաղենք անցնենք առաջ։ Իդեպ, քանի թեման բացվել է, կոմերում գրեք թե որն ա եղել են ամենաաբսուրդ նվերը, որ ձեզ նվիրել են Secret Santa-ին։ Իսկ ավելին տեսնելու համար ուղղակի հետևեք էջիս։ Բայ բայ։